շատ լուրջ ընկերություններ, որոնք ներկայացված էին Հայաստանում, չկան հիմա։ Եվ ամբողջ աշխարհում գնում է դեղերի դեֆիցիտ։ Որպես այդպեսին այդ նշանակումները մեկը զբաղվում է բուժող բժիշկը։ Տեղագետները լիցենզիայով իրավունք ունեն դեղ դուրս գրել։ Դեղագիտական ոլորտում կատաստրոֆիկ ցածր աշխատավարձներ են։ Դա ամենահաճախ տրվող հարցն է միջայլոց։ Առողջապահության ոլորտի առաջնային հարցը սա է։ Մենք պետք է օգնենք առողջապահության նախարարությանը լուծել այդ խնդիրը։ Մի քիչ էլ քիչ հարկեր մուծեք, բայց բերեք մեր հիվանդներին դեղերը պետք են։ Դա շատ վատ է, որտեղ Եվրոպայում նույն դեղը կարող գրանցված չլինի։ Ուրեմն մի քիչ ժամանակ ձգեմ, հասկանամ ինչ եմ անում, բադ եմ նշանակում։ Բիոակտիվ հավելում էրեկցիայի համար։ Բադերը ինքնին ոչ թե վատ են կամ լավ են, չվերահսկված են։ Ողջույն, շաբաթ առավոտյան պարապ մնացած իմ սիրելի ռադիո լսողներ կուզեի ասեի, Արասախյան գերազելում ռադիոյում աշխատեմ։ Կստացի, եթե ռադիոներում կան հետաքրքիր մարդիկ, ովքեր ուզում են հետաքրքիր բժշկական հաղորդում ունենան, գրեք ինձ, էս պրոստը էքսպրոմտ։ Երեք շատ ուրախալի դեպք տեղի ունեցավ, Պորտուգալիան անցավ 1/16 եզրափակիչ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ One love Nuno Mendes։ Բայց դուք ես հաղորդումը նայելուց գուցե եւ արդեն Պորտուգալիայի հաջորդ խաղը տեղի ունեցած կլինի ու կարող է եւ թռած լինի, կարող է եւ անցած լինի հաջորդ փուլ, կարող է եւ աշխարհի առաջնությունը վերջացրած լինի, այսօր հունիսի 27-ն է, իսկ մեր հաղորդումը նկարվում է հուլիս ամսվա համար, այսինքն երկար մտա իմ խոսքով, որովհետև պարապ է մնացել։ Մեր այսօրվա հյուրը կլին ֆարմացևտ, շատ հետաքրքիր մասնագիտություն ունի։ Մարդը, որ Facebook-ում շատ հետաքրքիր պոստեր է գտնում ու գրում տեղագիտության, տեղագործության մասին, ում հետ ես ծանոթացել եմ կոնֆլիկտի մեջ, բայց հետո տեսնելով իր գիտելիքները, այսօր ինքը գտնվում է հաղորդման մեջ, որովհետև իր հետ կոնֆլիկտը շատ հեշտ էր։ ԵՊԲՀ դասախոս, կլին ֆարմակոլոգիայի ամբիոնի Տաթևիկ Գրիգորյանը, Տաթև ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ, Դավիթ ջան։ Ոնց եք։ Լավ, դուք շնորհավորում եմ։ Ինչը Պորտուգալիայի։ Բայց ես կարծում եմ դուք Իսպանիայի։ Ախպեր անջատեք ես հաղորդումը հելնենք Իսպանիայում Իսպանիան կատարել է մի հատ կատաստրոֆիկ սխալ, ոչ մի Ռեալ Մադրիդի խաղացող չի հրավիրել, իսկ եթե դու արքաներին չես հրավիրում, ինչ ուզում ես արա դու մեկը մնալու ես այնց միջակություն, էլի։ Այս այն ինչ որ ես կարամ ասեմ։ Մենք այսօր խոսալու ենք մի բանի մասին, որի մասին երբեք չենք խոսացել։ Դա կլին ֆարմակոլոգիան է, կլին ֆարմացևտիկան է, երկու մասնագիտություն, որոնք որոշ երկրներում ոնց հասկացա իրար շատ նման են, որոշ երկրներում իրարից ռադիկալ տարբերվում են, բայց ուզում եմ երկու բառով ասես, դու որ ինստիտուտն ես ավարտում, ոնց ես ընտրել մասնագիտությունը։ Շատ լավ։ Ավարտել եմ մեր մայրբուհը բժշկական համալսարանը, Մայրբուհը ԵՊՀ-ն է, մեր մայր բժշկական մեր մայրբուհը Ալմա Մաթերը, որից հետո ընտրել եմ արտինատուրա, նեղ մասնագիտություն, կլինիկական ֆարմացիա, անկեղծ ասած ինձ համար էր դա նոր։ Դու դեղագիտության ֆակուլտետն ես ավարտել, հա։ Դեղագետ եմ։ Ավարտական կուրսի ընթացքում մեր այն ժամանակ ռեկտորը Տիկին Քյալյանն էր, ով փորձում էր ներդնել մեր համալսարանական կլինիկաներում կլինիկական ֆարմացիան եւ ինքը նախաձեռնեց, որ բացվեց այդ առաջի ասենց ասած մասնագիտությունը։ Ես եղա առաջի այսպես պաշտոնական ավարտողը, մինչև այդ դեղագետները ընդունվում էին, բայց դառնում էին կլինիկական ֆարմակոլոգ։ Մի քիչ դա սխալ ասենց ասած տերմինաբանություն է, որտեղ Հենց բացատրես կլին ֆարմակոլոգի, որ մենք շատ գիտենք, կլին ֆարմացևտի տարբերությունը որն է։ Դա ամենահաճախ տրվող հարցն է միջայլոց։ Այդ որտեղ ենք ես տալ այդ հարցը։ Բոլորը։ Սուպերմարկետում բոլորը։ հացը անցկացնում ես։ Թե բժիշկները, թե դեղագետները, թե սուպերմարկետում։ Տարբերությունը որն է, իհարկե երկրից երկիր մոդելների մի փոքր այլ են, բայց գլոբալ եթե խոսենք, կլինիկական ֆարմակոլոգները բժիշկներ են, ովքեր մասնագիտացված են կրկին դեղաբուժման մեջ, բայց ավելի դեղակենտրոն։ Ինչ է սա նշանակում, օրինակ եթե ունենք պացիենտ երկամային անբավարարությամբ, գումարած օրինակ շաքարային դիաբետ, հիմնականում կլինիկական ֆարմակոլոգի տեսանկյունը, որը կլինի այն, որ օրինակ X դեղը հակացուցված է երկամային անբավարարության ժամանակ, քան որ ազդում է վերջինիս գենետիկայի վրա, բայց կլինիկական ֆարմացևտի տեսանկյունը կլինի այդ դեպքում որ դեղը ընտրել, ինչ դեղաչափով, որն է լավագույն տարբերակը, այսինքն ֆարմակոլոգները ավելի շատ
գիտությամբ են զբաղվում, մշակում են ուղեցույցների։ Իսկ ֆարմացևտները պրակտիկ Հենց արդեն։ պրակտիկ բժիշկների հետ, բուժքույրների հետ, պացիենտների դեղաբուժման են ներգրավված։ Հայաստանում, даже Ռուսաստանում, даже շատ եվրոպական երկրներում, որտեղ ես եղել եմ, որպես այդպեսին այդ նշանակումները մեկը զբաղվում է բուժող բժիշկը, ուրոլոգը, ուրոլոգիայով, պրակտոլոգը, պրակտոլոգիայով, գինեկոլոգը, ուրոլոգիայով իրանք են զբաղվում, որ ոլորտում են ամենաշատը, էլի, որ ես չեմ առնչվել, էլի, կլին ֆարմակոլոգները, իրանք կլին ֆարմացևտները մասնակցում են հիվանդի բուժմանը, որովհետև օրինակ եկել է պացիենտը իմ մոտ, տեսնում եմ, այս ինչ խնդիրը, նշանակում, այս ինչ պրեպարատը ու ինքը գնում է դեղատնից, գնում է այդ ամեն ինչը։ Չնայած ես քեզ մի անգամ զանգել եմ։ Հա, մտի շուտ բանի, չեմ հիշում ինչ հարցեր, բայց հակաբիոտիկի հետ կանգնած ինչ որ շատ այտենց բանի մեջ էի, ստուպորի մեջ էի կանգնած, չգիտեի ինչ անեի, զանգեցի քեզ։ Դու ձեր մասնակցությունը այդ բաների համար որ ես ստուպորի մեջ լինեմ զանգեմ, թե այն առաջնային նշանակումս էլ դուք պետք է անեք։ Տեսեք, տարբեր երկրներում կրկին տարբեր է համակարգը։ Նախ մի փոքր նախաբան, որ ավելի պատկերավոր լինի, այս ուղղությունը դեղագիտության մեջ համեմատած նոր է, մոտ 30-40 տարի առաջ ինչ գոյություն ունի, եւ պահանջարկը հենց եղել է օրինակ նույն հակաբիոտիկների ճիշտ ռացիոնալ ընտրության կամ շտապօգնության բաժանմունքում անհետաձգելի բաժանմունքում գտնվող պացիենտներին դեղաբուժում ապահովելու ոնկոլոգիայում, պեդիատրիայում, տարեցների մոտ, այսինքն այն ոլորտներում, որտեղ կա դեղի ընտրություն, կախված դեղաչափի շտկում, կախված, ասենք, տարիքային առանձնահատկություններ կլինի, թե պոլիպրագմազիա, այսինքն որ ունենք բազմադեղանշանակում եւ շատ հաճախ անտեսվում է դեղային փոխազդեցությունները։ Կան երկրներ, ամենազարգացածը ներկայումս իհարկե Բրիտանիայում է, Միացյալ Թագավորությունում, որտեղ 26 թվականի սեպտեմբերից դեղագետները լիցենզիայով իրավունք ունեն դեղ դուրս գրել։ Դա ինչու է արվում։ Հիմնական պահանջարկը շատ երկրներում առաջնային օղակում է։ Կա որ բժիշկների վրա մեծ ծանրաբեռնվածություն է։ Եվ դեղագետները իհարկե համապատասխան որակավորում ունենալուց հետո իրավունք ունեն նաև որոշ երկրներում դեղ դուրս գրել։ Իրավունք ունեն օրինակ Կանադայում, դեղատան նույնիսկ սահմաններում, բայց որոշակի սահմանափակ խմբերի շրջանակում։ Հա, բայց օրինակ նույն էֆեկտը չես կարող կիրառել Հայաստանում, որովհետև դու կադրային հագեցվածությունը ինձ լավ երևի կպատկերացնես, ես ինքս դեղատուն ունեցել եմ, իմ սեփական դեղատունն եմ ունեցել ու աշխատող ունենալը, գիտակ աշխատող ունենալը ու պրոֆեսիոնալ աշխատող ունենալը 3 տարբեր բաներ են, որովհետև Հայաստանում մեկ դու ասում ես այնքան աշխատող ունենա, որովհետև չունես մարդը, որ կգա կոպիտ ասած դեղատանը կլինի։ Եվ դա գալիս է նայից, որ մեր դեղագործական ու դեղագիտական ոլորտում կատաստրոֆիկ ցածր աշխատավարձներ են։ Ես որ հիշում եմ, ես որ ցանցային դեղատանը աշխատում եմ, իմ աշխատավարձս ասեմ 57,000 դրամ փող էի ստանում, ուսանող ժամանակ էի աշխատում։ Դե հիմա դառել է լավ 100,000 դրամ։ Մարդիկ ոչ պետք մարդկանց էլ մեղադրելու չի, թե խի չեն վերապատրաստվում, խի չեն աճում, խի չեն բանանում։ Հայաստանում պատալոկը գնաց դեղագործական ֆիրմայում ներկայացուցիչ աշխատելն է, կամ քո նման մի քանի հոգի գնան գիտության մեջ։ Քեզ ինչ հա պետք, որ մենք այդ օղակից դուրս գանք ու կարողանանք բերենք դեղագործությունը նույնպես այն դաշտ, որ այդ մարդիկ համ լավ վարձատրվեն, համ վերապատրաստվեն, համ ձգտում ունենան։ Որովհետև այսօր դու տրամպլին լավ գիտես, դեղատանն ես, հետո մի հատ ֆիրմա ես մտնում աշխատում, ժամանակին լեգենդ կար որ ֆիրմաներում լիքը լավ փող են տալիս, տենց բանել չկա, դեղատանից մի քիչ շատ ես ստանում ու դու դառնում ես ուղղակի վաճառքի մենեջեր, ով ունի ինչ որոշակի դեղագործական, դեղագիտական գիտելիքներ։ Ոնց է օղակից պետքա դուրս գանք մեր փոքր երկրում։ Նախ շուկայի ոլորտին դեղագիտությունը մի փոքր զարգացել է 10 տարի առաջ եւ հիմա աշխատատեղեր լրացուցիչ ավելացել են նույն ռեգուլյատոր մարմնում, նույն ֆարմինսպեկցիայում, օրինակ կամ նախարարությունում եւ բավականին աճ կա թե աշխատավարձների, թե արդեն ֆունկցիոնալ իրենց գործառույթների, նաեւ CRO-ները ծանոթ ես, այդ Հայաստանում ունենք մի քանի CRO-ներ։ Ինչ այսին նման։ Հա, այսինքն medical writing են անում, կլինիկական հետազոտությունների մեջ են ներառվել, Հայաստանում նաև աճում է կլինիկական հետազոտությունները, վերջին մի քանի տարում ունենք ավելի աճ, մի քանի անգամ։ Շուտով կսկսվի նաև ապահովագրական ընկերությունների արդենից սկսել է, այսինքն պահանջարկ, ինչու այս պարտադիր ապահովագրական ծրագրի արդյունքում ունենք նաև ծախս։
այ կլինիկական դեղագետի գործառույթներից է նաև ծախսի կրճատումը, Այդ ինչ լավ բան է։ ռացիոնալ դեղերի Հա, ընտրությամբ։ որ բանը չլինի մի հատ բուժող դեղ, 2 հատ վիտամին, 3 հատ բադ, 4 հատ գինկո բիլոբա, չգիտեմ այնտեղ 5 հատ վոբենզիմ եւ այլն եւ այլն։ Համաձայն եմ, այսինքն ոչ միայն ապացուցահեն լինի, այլ օրինակ եթե շուկայում ունենք մի քանի ջեներիկ, ինչպես որակ գին ավելի օպտիմալ ընտրություն լինի։ Խնդիր կա, օրինակ ոդկաստ է, կարանք դու բայց կիսվենք բանանք, հեսա կոմենտում գրեն, չեք թողում այդ երեխան խոսա, բայց չեմ թողելու։ Մեծ սիրով։ Ես ուզում եմ ուղղություն ունես տամ, որ ցոր ես եմ ուզում, օրինակ խոսացինք օրիգինալ ու ջեներիկ բանից, հիմա գնանք գիտական մասին։ Ես պրակտիկ բժիշկ եմ, ով մոտ վերջի 3 տարում մոտ 9000 հիվանդ է նայել։ Այդ թիվը օֆիցիալ դոկտորյան հավելվածում կա, դրան կարող է ավել լինի։ Օթից չեմ կրակում էլ այս թիվը։ Ու ես հստակ գիտեմ, որ ջեներիկների մեծ մասը կարա ստանես թափես զիբիլը, բառից բուն իմաստով ու իրանք էֆեկտիվ չեն։ Ու դու հստակ այդ հիվանդից հիվանդ դու տեսնում ես օրիգինալ կամ լավ ֆիրմայի դեղի ու վատ ֆիրմայի վատ ջեներիկ։ Իրանք ունեն նույն գրանցումը, օֆիցիալ նույն ազդող նյութն է, երկուսի մեջ օրինակ դոքսիցիկլին 100 միլիգրամ է։ Բայց կա օրինակ մի հատիկ դոքսիցիկլին, որի պարբերաբար մասին ես սիրում եմ խոսամ, բայց անունը չեմ տալի, որը ինձ եկան ներկայացրեցի 3-4 հիվանդի նշանակեցի, ոնց որ ես տուպո ելնեի, չի օգնում։ Դեղը։ Հետո անցնում ես դու Unidox-ին կամ անցնում ես, չգիտեմ, կորեականին, գերմանականին եւ այլ բանի, զգում ես օգնում է։ Ոնց եք հասկանալու, որ ջեներիկն է աշխատում, եթե փաստա թղթավորված իրանք հավասար տեղեր են։ Շատ կարևոր էլի հարց եք բարձրացնում։ Այս հարցը էլի շատերն են ինձ տալիս ջեներիկի եւ օրիգինալի տարբերությունը։ Ջեներիկի չէ, դաժե ջեներիկի ու լավ ֆիրմայի ջեներիկի։ Կարեւ այդպես լինի։ Մի բան է, որ ջեներիկը արտադրում է օրինակ Sandoz-ը, մի բան է, որ արտադրում է բելարուսական ինչ-որ կամպանիա։ Հա, Sandoz-ն էլ է ջեներիկ արտադրում, չգիտեմ, Շտադան էլ է ջեներիկ արտադրում, այնտեղ, չգիտեմ, Ռոշյանն է ուզում, դա չգիտեմ, օրինակ կարող է արտադրի։ Հա, Eli Lilly-ն էլ ունի որոշակի բաներ, բայց նույն հաջողությամբ արտադրում է ինչ-որ, չգիտեմ, հնդկական կամպանիա։ Ընդհանուր ասեմ, Պատվալում, հա։ Քանի որ ես 10 տարուց ավել նաև ռեգուլյատիվ եմ զբաղվել ու հենց գնահատել եմ դեղերի որակը, հիմնականում ինչպես է գնահատվում, դեղի որակը ինչից է կախված։ Նախ ջեներիկը ինչով է տարբերվում օրիգինալից, իրենք չեն անցնում կլինիկական հետազոտություն, այսինքն պարտադիր չի կլինիկական հետազոտությունները, օրիգինալի համար դա պարտադիր է եւ այդպես են հասկանում արդյոք արդյունավետ է թե ոչ եւ անվտանգ է թե ոչ։ Ջեներիկների համար բիոէկվիվալենտությունը կարող է բավարար լինել, այսինքն կենսահամարժեքությունը։ Այսինքն ինքը հավասար է, ասենք նույն դոքսիցիկլինը երկու հավասար։ Ինչպես է դա արվում, կոպիտ ասած, որոշ դեպքերում մենք ստուգում ենք արյա մեջ կոնցենտրացիան ընդունելուց հետո։ Համեմատում ենք ռեֆերենտի հետ, որը կարող է լինել լավ ջեներիկ կամ օրիգինալ։ Այսինքն տվեցինք երկու խմբի, մի խումբը օրիգինալ ստացող կամ լավ ջեներիկ, մյուսը մեր փորձարկվող ջեներիկը, եւ օրինակ 5, 10, 20, 1 ժամ հետո որոշում ենք արյա մեջ կոնցենտրացիան։ Դա այսինքն ենթադրվում է, եթե արյա մեջ ունեն համարժեք կոնցենտրացիա, էֆեկտը պետք է որ համարժեք լինի։ Այսպես է գնահատվում ջեներիկները։ Կարամ այդտեղ բան ասեմ, եթե դեմ չես, օրինակ միշտ մեքենաների ցուցահանդեսների ժամանակ, օրինակ Mercedes-ը կամ BMW-ն բերում են իրենց ամենաիդեալական մեքենան տեղադրում են։ Հետո ինչ կարտադրեն զավոդում, դա էլ է հարց։ Այսինքն քեզ պարտիա կարող է ուղարկեն, որ դու վերցնես, ստուգես, բիոէկվիվալենտ է, բայց հաջորդին կեսն էլ չհասնի, էլի ինքը որ շուկա։ Իսկ դրա համար եմ ասում, օրինակ պետքա ռեգուլյացիան ապահովի, որ մենակ օրինակ անվանի կամպանիաներ կա, չէ՞, պարկե շտանուն ունեն կամ լուրջ համաշխարհային ազդակ ունեն, էլի որ մենք պետք է խնդրենք, որ իրանք մեր շուկայում ներկա լինեն, այ իրանք գոնե մենակ թողեն աշխատեն, ոչ թե աշխատանեն ինչ որ աշխատում է հիմա շատ։ Այդ համաձայն եմ, հարցի երկրորդ մասը, ինչպես հասկանանք արդյունավետ է թե ոչ իրական կլինիկական պրակտիկայում, ոչ միայն ջեներիկն այլ նաև օրիգինալները։ Պարտադիր 4-րդ ֆազա կլինիկական հետազոտություններ։ Դա ինչ իրենց ներկայացնում է, որ դեղ արդեն շուկայում է եւ պացիենտները արդեն ընդունում են, բարբերաբար պետք է ինֆորմացիա հավաքագրվի, արդյոք ազդում են պատշաճ կամ ինչ-որ կողմնակի լուրջ ազդեցություններ գրանցում են թե ոչ։ Այդ ձեր պարագայում շատ մեծ օգնություն կլինի, եթե որպես բժիշկ առնչվում եք անորակ դեղի հետ, ենթադրյալ անորակ դեղի հետ, երբ կլինիկական պրակտիկայում էֆեկտը բավարար չի, համապատասխան հաշվետվությունը պետք ներկայացնել կամ ահազանգ
Հայաստանում դա էլի դեղերի գործակալությունն է, Ես զանգում եմ այդ ֆիրմա։ Pharmacovigilance-ի բաժին։ Այն որ կադրից դուս դες դեղի անուն տվեցի, ես զանգել եմ իրանց տնօրինության, ասում ժողովուրդ մոտ ուշադիր եղեք ձեր պրեպարատին, էլի։ Այս շուկան ինչպես է հսկվում, ոնց են ֆիլտրվում անորակ դեղերը։ Զանգում են Pharmacovigilance-ի բաժին կամ չեք զանգում on-line հայտ կա, այնտեղ որ մտնեք Pharmacovigilance, farm.am page-ով, այնտեղ on-line դուք գրում եք դեղի անունը, սերիան, թե ինչ խնդիր է, ըստ ձեզ ինչ էֆեկտ պետք է լիներ չի լինում, ու այդ հավաքագրվելով մեր նախարարությունը որոշում կարող է կայացնել այդ ջեներիկը օրինակ շուկայից հանել։ Այսինքն ձեզնից էլ է կախված շուկայում որակով դեղերի ապահովումը։ Շատ բժիշկներ չգիտեն, շատ բժիշկներ գլուխ չեն դնել, շատ բժիշկներ խումբը կփոխեն, ասեն դե նայի, այսի չի օգնում, եկեք դե ուրիշ խմբի դեղ տանք, բայց երբ որ դու շատ ես աշխատում մի պրեպարատի հետ, դու հստակ իր էֆեկտը գիտես ու երբ որ դու նշանակում ես ջեներիկը, տեսնում ես գոնե կես էֆեկտը, դիսոնանսային է ստացվում։ Բժշկական արտահակուստը բժշկի գլխավոր ատրիբուտներից մեկն է, այն կարող է ապահովել լավ տրամադրություն ամբողջ օրվա համար, ինքը կարա ցույց տա, թե ինչքան կարևոր է ձեր աշխատանքը ու ամենակարևորը, կարա կեղտոտվի, դե շորերը չկեղտոտվեն։ Բժշկական արտահակուստը պետքա լինի հարմար, պետքա լինի շնչող, պետքա արագ լվացվի ու շատ արագ հարթուկվի, մեկ-մեկ նույնիսկ չհարթուկվի։ Այն նմանատիպ արտադրանք ձեզ առաջարկում է Ախուրյանում, Շիրակի մարզում արտադրվող Go Medical-ը։ Մարզային ստարտափ զարգացնելու ամենալավ քայլը կլինի Go Medical-ից գնել ձեր բժշկական արտահակուստը, որը ունի շատ գերազանց որակ, այն թանկանոց 30-40 հազարնոց ֆորմեկի որակից ունի, բայց վաճառվում է սկսած 18,000 դրամից։ Առողջ եղեք։ Իդեպ ես այդ եմ հագնում։ Պակա։ Շարունակենք, հա, մեր զրույցը, թե դեմ չեք, շատ հետաքրքիր է իդեպ ասեմ, քիչ մեդքաստեր կա, որ ես այս աստիճանի սիրում եմ ներգրավեմ խոսակցության մեջ։ Երկրորդը ինչ կուզեի ասել, դա մեր դեղերի ռեգուլյացիայի բանն է։ Մենք լիքը դեղագործական կամպանիաներ Հայաստանում կորցրեցինք։ Շատ լուրջ ընկերություններ, որոնք ներկայացված էին Հայաստանում, չկան հիմա ու իրանց արտադրանքներ չկա, իրանց տեղը գալիս բաղացնում է վատ ջեներիկը կամ ինչ-որ վատ էժան տարբերակները, որովհետև օրինակ նույն տարական օրինակ բերեմ Eli Lilly-ն, Ozempic-ը, դեղ, որը ֆուրոր անում ամբողջ աշխարհում։ Մենք քիչ երկրներից ենք, որտեղ չունենք ներկայացություն, չունենք գրանցում։ Astellas-ը ուրոլոգների սիրած ֆիրմաներից մեկն է, որտեղ իրանք ուրոլոգիան ֆուրորներ են արել դեղագործ բան։ Իրանք էլ չկան։ Ինչի են իրանք փակվում ու ոնց անենք, որ իրանք հետ գան։ Մենք իրանք համար շատ փոքր շուկա ենք։ Մենք պետքա քայլ անենք, որ իրանք մեր մոտ հետ գան, որովհետև մեր բնակչությունը, մեր բժշկությունը կարիքն ունի այդ ընկերությունների ու իրանք արտադրանքի, որովհետև ասում եմ, դաժե եվրոպական մեկ-մեկ իրանք անալոգները այդքան բան չեն։ Կրկին շատ կարևոր հարցերից մեկը, քան որ ես հենց ռեգուլյացիայում աշխատել եմ եւ ներսից գիտեմ համակարգը նաեւ, խնդիրը ինչպես նշեցիք, այո, փոքր է շուկան եւ շատ դեպքերում ոչ միայն մենք քիչ ունենք որակյալ դեղեր, ու որակյալ մի քիչ հարաբերական է, ես կասեի քիչ ունենք այն դեղերը, որոնք պետք են։ Կարող է նույն դեղից մի 10 ավել օրիգինալ ջեներիկներ ունենանք, բայց տվյալ X ազդող նյութով կլինի դա օրիգինալ թե ջեներիկ չունենանք։ Այսինքն դեղերի ընտրությունները քիչ Հայաստանի շուկայում եւ ամբողջ աշխարհում գնում է դեղերի դեֆիցիտ, դա տարբեր խնդիրներ ունի։ Հայաստանում ինչպես կարող ենք այդ խնդիրը մասամբ շտկել, ռեգուլյացիայի արտոնյալ պայմաններ տրամադրելով, օրենսդրական փոփոխություններ իրականացնելով։ Կարող է ջեներիկներն էլ ունեն շատ լավ որակով ջեներիկներ։ Հա, բայց օրինակ օրիգինալ ֆիրման, օրիգինալ իրա ոչ թե մենք ունենանք Պերեկուպ, երկրորդ ընկերությունը, որ գալիս առնում, այլ հենց օրինակ, չգիտեմ, ոնց աշխատում է հիմա օրինակ Շտադան, ինքը օֆիցիալ ներկայացուցիչն է ամբողջ ռեգիոնում, ամբողջ աշխարհի օֆիցիալ, այսինքն վերահսկողությունն էլ ամենավերևից է գալիս։ Բայց մենք ունենք նաև ընկերություններ, որոնք ուղղակի ներկրում են, օրինակ, չգիտեմ, X ֆիրմայի արտադրանքը։ Հա, ու բերում են մի բանի, որ օրինակ այդ գերմանական նույն ջեներիկ արտադրող ընկերության ռեգուլյացիան չի տարածվում իր վրա։ Ինքը ապրանքը ծախել է 3-4 ձեռով եկել հասել է Հայաստան։ Միջնորդ կազմակերպությունները։ Էլ չհաշվեց Պարսկաստանից բագաժնիկում բերած ապրանքները, դրա մասին էլ չեմ ուզում խոսամ։ Պարսկական, այ նշեցիք հնդկական, պարսկական եւ այլն, իրենց մեջ էլ կան լավ ու վատ։ Հա, ամենալավ տադալաֆիլներից մեկը հայկական շուկայում սիրիականն է։ Ամենալավ։ Դե իրենք ունեն հզոր արդյունաբերություն եւ մասնագիտացված են նույն Իրանը սանկցիաների պատճառով ստիպված կարճ ժամանակում զարգացրել է իր արտադրությունը իր ազգաբնակչության ապահովելու համար եւ արժեքը շատ անգամ ավելի մատչելի է եւ շատերը Հայաստանում նախընտրում են հենց Վրաստանից կամ Իրանից բերել նույն դեղերը, երբեմն 3-4 անգամ ավելի մատչելի են նստում։ Հայաստանում դեղերը այո թանկ են եւ դա
պայմաններից մեկը շուկայի փոքր լինելն է, երկրորդը գրանցումը, գրանցման արդյունքում բավականին մեծ գումարներ են, գրանցումներ։ Ինչա գրանցումը տենց։ Ինչի օրինակ մենք չենք կարողանում, օրինակ ասենք, եթե դեղը Հոլանդիայում անցել է կլինիկական հետազոտություն, Իսպանիայում կամ Ֆրանսիայում նորմալ երկրներում, էլի, չգիտեմ, top, ով մասնակցում է ֆուտբոլի աշխարհի առաջնության, օրինակ, բացի Կաբո Վերդեից։ Խի չենք կարող, օրինակ, վերստեք դեղը Բրիտանիայում անցել է գրանցում, ախպեր ջան, всё, բերեք ձեր թղթերը, որ դուք Բրիտանիայում անցել եք, մի հատ էլ հարցում արեք Բրիտանիայի առողջապահության նախարարություն, հա, օքեյ, անցել եք, եկեք վաճառեք ձեր դեղը։ Մի քիչ էլ քիչ հարկեր մուծեք, բայց բերեք, մեր հիվանդներին դեղերը պետք են։ Ես ժամանակ որ ասում եմ չգրանցված դեղ ծախող ապտեկաները կյանքեր են փրկում, ինձ ասում են գիժես, դու ասում եմ, չէ, հիմա չի ճարում այդ մարդը, մեռնում է, դեղա պետք։ Ու չգիտեմ, Թուրքիայից ճամադանով բերած, Վրաստանից մեքենայում բերած այդ դեղը գոնե հաստում եմ մարդուն օգնություն է ցույց տալիս։ Դա հարաբերական է։ Գիտեմ, որ հարաբերական է, բայց չեղածից լավ է։ Նայած, եթե օրինակ օնկոլոգիայի մասին խոսենք, հիմնական դեղերը, թանկ դեղերը, որոնք շուկայում քիչ են, հենց բերվում են այլ երկրներում, այդ ճամպրուկային տարբերակով, խնդիրը ինչում կարող է Վատ լինել։ եմ հասնում տեղ։ Օրինակ շատ դեպքերում սառնարանային պայման է, եթե չես պահում եւ դեղը սառնարանային է եւ բիոլոգիական է, կարող է դեղը արդեն ոչ միայն արդյունավետ չլինի, այլ վտանգավոր։ Բայց դուք հիմա հասկանում եք, Տաթև ջան, մարդը հիվանդանոցային բանին գանված, սպասում է, թե երբ է իր դեղը գալու։ Իսկ մեր այս դժվար ռեգուլյացիայի պայմաններում չի ստանալու այդ պրեպարատը այդ մարդը։ Ու ռեգուլյացիան պետք է ըստ ինձ ադապտացվի Հայաստանի իրականությանը։ Ոնց։ Մենք օրինակ Եվրազեսի մաս ենք կազմում եւ այդ օրենքներն ենք ենթարկվում։ Շատ դեպքերում շատ սահմանափակումներ ունենք հենց այդ օրենսդրական ցնցած։ Մենք այստեղ իրանք պետքա իմ կարծիքով շատ մեծ դեղագործական ֆիրմաները, շատ մեծերը, ում անունները մենք ոչ չգիտեմ Pfizer-ն է, Moderna-ն, Roche-ն, այդ մեծերը իրանք պետք է արտոնյալ հարկային պայմաններով, արտոնյալ գրանցման պայմաններով, Eli Lilly-ին մնացածը Munjarro-նով էր արտադրում, Eli Lilly-ն էր, հա, մնացածը բոլորը պետք է գան հետ դեպի պետության կողմից պետք է իրանք պրիվիլեգիա ունենան, որտեվ իրանք ոլորտը փրկող ոլորտ է։ Ստրատեգիական փրկող իմ կարծիքն է դա։ Համաձայն եմ, որ գրանցման մեջ արտոնյալ պայմաններ կառավարության որոշումով, ասեն Eli Lilly ընկերություն, չգիտեմ, 5% է մուծում հարկը։ Այստեղ կասեի ոչ թե ընկերությունը, այլ դեղերի վրա դեղերի վրա կամ է գոներ, հա։ Այսինքն այն դեղեր, որոնք կենսական կարևորություն ունեն, բայց մեր շուկայում չկան, կարելի է ինչ-որ արտոնյալ, դա կարող է լինել լուծումներից մեկը։ Իրականում խնդիրներից Հայաստանի լոկալ խնդիրներից է անհրաժեշտ դեղերի բացակայությունը մեր շուկայում։ Դա արդեն երկրորդական է լավ որակով ջեներիկ թե օրիգինալ, մենք ինչու ոչ ռեգուլյացիայում կետ պետք է ավելանա, որ ոչ թե հերթական ջեներիկը գրանցվի, 20-րդ, չգիտեմ, ֆլյուկոնազոլը կամ իբուպրոֆենը, այլ օրինակ ձեր նշված դեղերը, անուններ չտամ, թե ճարպակալման համար, թե օնկոլոգիայում, թե շատ ոլորտներում կա, որ դեղեր կան ուղեցույցներում առաջին ցույցյան, բայց մենք չունենք Հայաստանում տվյալ դեղերը։ Պիվնեցիլինամ անտիբիոտիկը, որը միզօրիների ինֆեկցիայի բուժման առաջատար բաներից է, ոչ մի հատ պիվնեցիլինամ չունեն գրանցած։ Չունեն գրանցած, օրինակ, չգիտեմ, այնտեղ պրծնում է անտիբիոտիկները, ջոզամիցինը պրծնում է ինչ-որ բան, չկա ջոզամիցին։ Ես դες բաց դեղերի անուններով եմ տալիս, սիրելի մեր գոլեգաներ, տակը գրեք դուք որ դեղերի հետ եք խնդրեմ ունենում։ Հա։ Կոնտրաստի խնդիր ենք ունենում մենք մեկ-մեկ այդ գրանցման, ներմուծման եւ այլն։ Մենք պետք է ինչ-որ պատոկի վրա ինչ-որ դեղերի բան բերենք ներկրման։ Լավ, անցնենք այս հարցի խնդիրներից լուծման կառաջարկեմ յուրաքանչյուր ոլորտ, այսինքն դուք ուրոլոգիայում, կարդիոլոգները, այդ դեղերի ցանկը ստեղծեն, որոնք անհրաժեշտություն կա մեզանից առողջապահության նախարարությունը, բայց չկա շուկայում։ Մեր առողջապահության նախարարությունը անցյալ այս տարի ոնց որ մեզանից ուզել էր ցուցակ, մենք երկար ցուցակ էինք տվել։ Ի տարբերություն շատ ոլորտների ուրոլոգիան ամենահամակարգվածն է, մենք մի ասոցիացիա ունենք, բավականին ակտիվ ասոցիացիա ունենք, ու այդ ասոցիացիայով շատ ինտենսիվ աշխատում ենք բոլորս մեկս մյուսի հետ։ Շատ լավն է մեր ասոցիացիան։ Համաձայն եմ, որ դա ասոցիացիաների նաև օգնության պետք է լուծվի։ Մենք մեծ ցուցակ ուղարկեցինք, օրինակ մենք չունենք գրանցված վեզիկ արբետմիգա, միրաբեգրոնով ոչ մի բան, այսինքն նեյրոգեն միզապարկ բուժելու համար հիվանդը մտել է նեյրոգեն միզապարկով ընկնի դեղատներով մանգա դեղորայք, որ իրան պետքա օգնի, էլի։ Այդ ամեն ինչը մենք խնդիր ենք ունենում։ Մենք պետքա օգնենք առողջապահության նախարարությանը լուծել այդ խնդիրը, ինչու ոչ ասոցիացիաների թեկուզ մակարդակով։ Միանշանակ։ Այսինքն միայն ասենք, որ խնդիր կա,
քիչ չէ, պետք է լուծումներ առաջարկներ իմ համար մեր առողջապահության ոլորտի առաջնային հարցը սա է։ Մենք օրինակ անվճար բժշկության հարցը որոշակի ձևերով լուծեցինք։ Ճիշտ է, հերթերա, բայց մարդիկ չեն պատկերացնում, որ նույն ստիլի բժշկությունը ուրիշտեղ ամիսների հերթերա, ոչ թե 2-3 օրի, հա։ Ու նմանատիպ շատ հարցեր լուծվեցին, բայց այս սա մնում է խնդիր, որովհետև ես օրինակ մարդ եմ, որ չեմ կարողանում այդ մեկ-մեկ հիվանդացումով զանգում եմ, որտեղից ճարենք, նույն օմուցունին, ուրովաքսոմը, որը ցիստիտների կանխարգելման լավագույն պրեպարատներից մեկն է, մեր ուղեցույցում կա, ինքը դակազացել ոնց որ այա դա նույնիսկ իր ապացուցողական հիմքը այա, հա չկա։ Իսկ ինքը պիտի ամիսներով խմի դա։ Ձեզ հետաքրքրում է, թե ոնց եմ ես ամեն ինչը հասցնում, ով ասաց, որ հասցնում եմ։ Չեմ հասցնում։ Ինձ ուղղակի լավ օգնող մարդիկ կան, դա Spin Ideas Agency-ն է ու Spin Production-ը, ով կազմակերպում է իմ ամբողջ նկարահանման process-ը, ինձնից ասում եմ, գամ, նկարվեմ ու քաշեմ գնամ իմ ռադը։ Մնացածը իրանք են անում, այսինքն մոնտաժում են, post production են անում, տեղադրում են, տակի են լինքերն են դնում, լայք, դիզլայքերի քանակն են նայում, ասում են որ պահից վիդեոն առաջ տա ու գովազդատու են նույնիսկ ման գալիս մեր վիդեոների համար։ Իդեպ YouTube-ի մոնետիզացիան եկել է ու ժամանակն է մտնել YouTube ու փողեր աշխատել։ Spin Ideas Agency, Spin Production, այդ երկուսը միավորված ձեզ կօգնեն, որպեսզի հասնեք ձեր երազանքներին։ Տաթև ջան, անցնենք առաջ։ Մի հատ հետաքրքիր հարց եմ մտածել, էլի ուզում եմ քո հետ խոսամ։ Ինչ կարծիք ունես off-label դեղերի, off-label նշանակումների մասին։ Ես մի քիչ վախկոտ բժիշկ եմ, միշտ այտենց էքսպերիմենտներից կիլոմետրով հեռու եմ մնում, մինչև չեմ համոզվում, բայց դու ինչ կարծիք ունես off-label նշանակումների մասին։ Off-label-ը մի քիչ էլի շատ լայն հասկացություն է։ Բացատրի հասկացություն։ Որովհետև off-label, sense եթե բառացի թարգմանենք, պիտակից դուրս, այսինքն այն ինչը ուղեցույցային չէ, դա ես sense ասած երկակի մոտեցում ունեմ։ Եթե գիտականորեն հիմնավորված է off-label ցուցումը, ապա միանշանակ կողմ է։ Այսինքն off-label-ը դա չի նշանակում, որ X բժիշկը որոշեց, որ այսինչ դեղը, այսինչ հիվանդության համար շատ լավ է լինելու առանց որևէ գիտական փորձի եւ նշանակի, դա off-label ես չեմ դիտարկում, դա ուղղակի կլինիկական հետազոտություն կլինի։ Իսկ ունենք շատ դեղեր, թեկուզ կարող է ուղեցույցում որոշակի հանձնարարականով լինի, բայց դեղի SMPC-ում չլինի։ Այսինքն SMPC-ն դա legal ցուցումն է, դա բժշկի համար ներդիր թերթիկն է, որտեղ բոլոր դեղերը ունեն իրենց պաշտոնական ցուցումները։ Դեղ կա կարող ցույցում լինի, բայց պաշտոնական ցուցման մեջ չլինի։ Նույն անուններ էլի չտանք, Cytotec-ի օրինակով բերենք։ Իհարկե այդտեղ մի քիչ ուրիշ խնդիր է, բայց ինչևէ։ Այսինքն չկա SMPC-ում ցուցում որպես abortive միջոց օրինակ, բայց պրոտոկոլային կա։ Դա շատ պրեպարատներ կան։ Դա ես կողմ եմ, ինչու, որտեվ կա կլինիկական հետազոտություն իրականացված, կան արդյունքներ, թե արդյունավետության, թե անվտանգության տեսանկյունից։ Այ կլինիկական դեղագետի կներես, որ ընդհատում եմ, կլինիկական դեղագետի հիմնական, ասենց ասած, skill-ը, որը պետք է լինի, կարողանալ ճիշտ ինֆորմացիան պատշաճ գտնել եւ մատուցել։ Այսինքն եթե բժիշկը դիմում է X հարցադրմամբ, պետք է շատ հմտորեն կարողանա ճիշտ վերլուծել գրականությունը եւ ապացուցահեն մոտեցում ցուցաբերի։ Դրա տակ մտնում է նաև X դեղը, ինչ որ չգիտեմ X հիվանդության ժամանակ թեկուզ off-label ցուցում տալ թե չտալ։ Եթե կա որոշ գիտական հիմք, միանշանակ։ Ասեմ ավելին, շատ դեպքերում ԱՄՆ-ի օրինակով off-label դեղերը նույնիսկ կարող է ապահովագրական ընկերությունները փոխհատուցեն, եթե դու գիտականորեն ճիշտ ես հիմնավորում, ինչու ես դա նշանակում։ Օրինակ հիմա կլինիկական հետազոտություններ կան, որ ացետիլցիստեինը հազի համար հանրահայտ ացեցեն, հա։ Սերմի ջրիկացմանն է նպաստում, որ մեկ-մեկ պետք է գալիս, ինքը լրիվ off-label է։ Այսինքն ոչ ուղեցույցերում կա, ոչ բան կա, կամ մի 15-7 կլինիկական հետազոտություն, շատ փոքր բանով, հա։ Այ մեկ կարևոր նաև փաստ, կարևորը ոչ միայն կա կլինիկական հետազոտություն, թե չէ, ինչքանով է որակով այդ կլինիկական հետազոտություն, դա ավելի կարևոր է։ Բժիշկները որ խոսում են, ասենք ասում են կլինիկական հետազոտությունով, կարդում ես զգում ա որ փող են տվել որ լեկցիան կարդամ, բաց խոսում ենք մեր հաղորդմանը, հա։ Լեկցիան ֆինանսավորվող լեկցիա է, ու հետաքրքիրն է, որ երբ որ դու համաշխարհային բանում նայում ես ֆինանսական
ֆինանսավորելու լեկցիա, մարդը միշտ ասում է, այստեղ կա կոնֆլիկտ բաների, ինտերեսով, ես այս դեղագործական ընկերությունն է պատվիրել այս լեկցիան, ես կարդում եմ իրանց համար, այստեղ թաքուն են սաղանում, հա։ Դա ընդունված պրակտիկա։ Հա, պրակտիկա է, հա, բայց դու զգում ես, որ մեկ-մեկ Հայաստան բերում են կլինիկա, ասենք ինչ-որ չգիտեմ, օպուշ բան է, բադա, բերում է կլինիկական հետազոտություն, ես այն որ մի հատ կա է բան մարդ որ նագլիտը ստուֆտա հարցեր է տալի վերջը որ եկե միշտ այդ QR կոդով կանեմ անում այդ PubMed-ի screenshot-ը դու հասկանում ես 10 հիվանդի 8 հիվանդի կլինիկական հետազոտություն չի abstract է մեկի մտքերի հոսքն է թղթի վրա հայտնվելու ինքը հայտնվում է բանի վրա առանձին գիտությունն է ջոգել որ կլինիկական հետազոտությունն է հետազոտություն այսինքն ցենց ասած տվյալների վերլուծություն եւ skill թե հոդվածների վերլուծության skill ցավոք չի դասավանդվում դա բոլոր կլինիցիստներին դա պետք է բոլոր ինստիտուտում չկա իսկ էդի ամենակարևոր բաներից մեկն է դու ոնց կլինիկական հետազոտությունը գտնես հետո այդ կլինիկական հետազոտությունը հասկանաս հետո այդ կլինիկական հետազոտությունը ջոգես նորմալ է արել թե դու այնտեղ տեսնում ես որ X ֆիրման կամ X ապահովագրականը ֆինանսավորել է այդ կլինիկական հետազոտությունը դա էլ է առանձին skill հասկանալու օրինակ մեծ վիբրկով հետազոտությունները շատ դժվար է ապահովել որ իրանք օրինակ վաճառված հետազոտություն է երբ որ կլինիկական հետազոտությունը 50000 кейս է մասնակցում ու այնտեղ այդ բժիշկների ցանկը մոտ 300-ն անցնում է ովքեր արել են հետազոտություն եթե ինձ թվում է մեկը կասեր որ դա ասենց ասած պայմաններից մեկն է ամենակարևորը դա դիզայնն է հետազոտության եթե դիզայնը ճիշտ չի արված, ուզում եք 100,000 հիվանդների արդեն ապացուցային չի լինի։ Ոչ մի PubMed screenshot չի կարող դառնալ։ Ու կա նաև, ասենց ասած, մետաանալիզները, իհարկե դրանք ամենապիկն են, ամենաապացուցահենն են, եթե բժշկական տեսանկյունից մենք անում ենք, վաղ մենք Global Andrology Forum-ը Cleveland-ի համալսարանի, որի պատվավոր չէ, որի պատիվա դրա անդամ լինել ինձ, մենք օրինակ մեծ 10 ուղիղ 10 մետաանալիզի վրա ենք աշխատում, ամեն մեկս մի հատի աշխարհի տարբեր երկրներից, ու գիտեք ոնց ենք աշխատում WhatsApp-ի chat-ով։ Մեր Հնդկաստանի ռեգուլյատոր, հնդիկ ռեգուլյատորը ինքը գտել է որ ամենահարմարը բոլոր երկրներին կապել իր հետ WhatsApp-ի chat-ն է։ Ամերիկացիները WhatsApp պետքան չեն սիրում։ Հա, բայց ինքը Cleveland-ից էր ու ինքը WhatsApp-ը, որովհետև աշխարհի տարբեր երկրներից մենք WhatsApp-ով ենք կապի, որովհետև mail-ing-ով էլ հարմար չի լինում, բան չի լինում։ Ու անդադ գցում են տալիս են ֆայլեր, հետազոտել, ստուգել, նորից ստուգել, ստուգողին վեր ստուգել եւ այլն, որ մետաանալիզը հայտնվի։ Այդ դրա հետ կապված շատ կարևոր է, այսինքն լավ բժիշկ, լավ դեղագետ լինելը պետք է լավ գիտնական լինես, այսինքն գիտական հմտություններ ունենաս։ Եթե դու չես կարողանում վերցանել այդ ինֆորմացիան, թեկուզ հոդվածները կարդալով վերցանել, այլ ձեր ասած 10 հոգու վրա արել են ասում են կլինիկական հետազոտություն, այլ մեկ ասում է օ կլինիկական հետազոտություն, դա նշանակում է չտիրապետել ոլորտին։ Դե օրինակի համար GLP-1-ի ագոնիստները, որը շատ եմ սիրում, առաջացնում են վահանաձև գեղձի քաղցկեղ ինստրուկցիայում կար, վկլադիշում կար, կլինիկական հետազոտությունը կար, ոչ մեկ չէր բաց է դիզայնը կարդաց որ դա մկների վրա հետազոտություններ ու հետո այդ հետազոտությունը շարունակվեցին Supras 4 հետազոտություններ Tirzepatide, այդպես լավ գիտեմ, Supras 4 շատ ողջունելի է Supras 4 հետազոտություններ, Suprasները դրանք GLP-1-ի հետազոտություն, Supras 4-ը մոտ 100,000 մարդեր ընդգրկված որ ապացուցած որ վահանաձև գեղձի խնդիր չկա, ուղղակի մկները C բջիջները շատ ավելի շատ են։ Իսկ հայտնաբերելիությունը վահանաձև գեղձի կորելացիան հստակ գտան պոպուլյացիոն թվերի վրա, ուղղակի մարդիկ սկսեցին վահանաձև գեղձը ստուգել GLP-1-ը ստուգել ու հասկացան որ մեդուլար կարցինոմաները հիմա շատ տվյալներ կա որ այդ նույն GLP-1-ը քաղցկեղի ռիսկի նվազեցման բայց դա պայմանավորված ավելնորդ քաշի նվազեցման ու դա պարզ է GLP-1-ի ագոնիստները ինսուլինի նման իմ համար դա ինսուլին 2-ն է Այսինքն երբ որ ժամանակին Բրեդֆորդն ու իր թիմը Բրեդֆորդ ոնց որ ճիշտ եմ հիշում բժիշկը ինսուլինը հայտնաբերվեց ու դիաբետիկ առաջ երեխեքին ներարկեց նույնը GLP-1-ի ագոնիստներն են ախր մենք ոլորտային էլի խնդիրներ ունենք նույն GLP-1-ի ագոնիստներով խոսում ես էնդոկրինոլոգ իմ կողքը կայնում ասում դե դրանք նոր բաներ են ասում օքեյ ասեմ ձեզ նոր բաներ չեն հենց էլի ասեն 20 տարվա դեղեր են իրանք արդեն համեմատած նոր են բայց հաշվի առնելով ծավալները կիրառման օրինակ Բրիտանիայում անցած տարի մոտ 2 միլիոնից ավել պացիենտ զուտ ավելնորդ քաշի համար է կիրառել Դե ԱՄՆ-ում էլ ավելի շատ միլիոններ, այսինքն մենք շատ ունենք տվյալներ, այդ անվտանգության արդյունավետության, կարող է դեղը նոր լինի, բայց քիչ պոպուլյացիայի վրա։
կարող է դեղը նոր լինի, բայց այնքան շատ պոպուլյացիայի վրա ունենանք տվյալներ, որ դա բավարար լինի որոշակի պատկերացում կազմելու։ Հիմա որ մենք այտենց խորհրդանք, օրինակ APF ինհիբիտորները 60 տարի է շուկայում կան, բայց կարող է 70-րդ տարում մի հատ կողմնակի էֆեկտ հայտնաբերվի, բայց այն որ APF ինհիբիտորները երիկամների ամենաուժեղ նեֆրոպրոտեկցիա անող դեղերն են, իդեպ հաջորդը GLP-1-ի ագոնիստներն են գալի, որ երիկամների նեֆրոպրոտեկցիա են անում, SGLT-ն։ Հա, չի կարելի իրանց վերցնել, դնել մի կողմ, ասել, վայ 70 տարեկանում կարող մազերս թափվի։ Այ ինչով է լավ բժշկությունը, քանի դեռ տեղը շուկայում է, այն շարունակում է ուսումնասիրել թե էֆեկտը, թե անվտանգությունը։ Այսինքն 4-րդ ֆազա կլինիկական հետազոտությունը շատերը անտեսում են, բայց այդ նույն ջեներիկների հետ կապված Հայաստանում ունենք լավ եվրոպական ջեներիկ, որը որ ներդնում է իր բյուջեն պարտավոր չի 4-րդ ֆազա կլինիկական հետազոտության վրա, չլինի գովաստ։ Կրկա տեղագործական ընկերությունը, ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում ու ջեներիկ լինելով բավական մեծ ֆոնդ է տրամադրում։ Իմ ասածը դա է, կրկան պաշտոնական ներկայացությունն է, չէ Հայաստանում։ Այսինքն այն ինչ որ իրանք անում են Եվրոպայում, կրկա Հայաստանը կոպիտ ասած պարտավոր է շարունակի իր ուղեղային կամպանիայի, բայց մենք ունենք նույն չեմ ուզում անուններ տամ, կնեղանան, հա X դեղագործական մեծ եվրոպական ընկերություն ստե ուղղակի ունի վաճառքի խանութ։ Ապրանքը տվել են ռեալիզացիա։ Դա այդքան չի ազդի որակի վրա, ինչքան դու եվրոպական ստանդարտներով ես առաջնորդվում, թե չէ։ Միանշանակ, իսկ մենք եվրոպական ստանդարտներով առաջնորդվում, զուտ մի բանի համար եվրոպացիք ոչ մեզնից խելացի են, ոչ մեզնից սիրուն են։ Իրանք ունեն անտանելի բյուրոկրատիա, ու այդ բյուրոկրատիան հաղթահարելու համար այնքան կվեստ է անցնում մի բան, որ վերջում մաքրվում որոշակի զտված վիճակում է հայտնվում։ Այ մի կարևոր բան էլ ասեմ, շատ հաճախ մոլորության մեջ են գցում մասնագետներին, շատ դեպքերում դեղի արտադրողին, օրինակ ասում են մեր դեղը եվրոպական է օրինակ կամ ամերիկյան, ոչ թե արտադրողն է շատ դեպքերում լինում եվրոպական, այլ կարող է հոլդերը լինի։ Իսկ դա չի նշանակում, որ դեղը Եվրոպայում արտադրվել։ Շատ եմ շրջապատում տեսել Եղվարդի Adidas-ի նման էլի։ Ունենք տենց մեր շուկայում ոչ բարեխիղճ էլի տենց դեղագործական ընկերություն, որ ասում են մեր դեղը եվրոպական է, բայց բարձվում է պարզապես հոլդերն է։ Ու դա շատ վատ է, որտեղ Եվրոպայում նույն դեղը կարող գրանցված չլինի ու արտադրվի օրինակ Հնդկաստանում։ Բայց մարդկանց մոտ եվրոպական որակ ստանդարտ։ Դե եվրոպական որակը չի։ Ես ինչ լավ է որ մենք իրար հետ զրուցեցինք այս թեմա, որովհետև միշտ այդ կռիվը դեղագործների հետ կա, ասում եմ դե ազդող նյութը նույնն է։ Ասում եմ դե հերիք չի, որ ազդող նյութը նույնն է։ Մենք ցավոք սրտի հերիք չի, որ ազդող նյութը նույնն է։ Այո, օրինակ բերեմ։ Մենք ունենք սարտանների հետ, այդ թվում վայել սարտանի Հայաստանում խնդիր, ամբողջ աշխարհում էր հետհավաք կար, ինչումն էր խնդիրը։ Արտադրող ընկերությունը, հումքի արտադրող, ոչ թե վերջնական product-ի, հիմնական դա չինական արտադրողներն էին, որոնց մեջ կար նիտրոզամիններ, դրանք օժանդակ նյութեր են, որոնք առաջանում են սինթեզի ընթացքում ու քաղցկեղածին են։ Այսինքն մի պահ հայտնաբերեցին բավական մեծ դոզաներով ու նույն Հայաստանի շուկայից շատ վայելսարտաններ հետհավաք արեցին։ Եզակիներից էր, որ հետհավաք չէին արել Եվրոպայում արտադրված հումքի արտադրողներին է։ Այսինքն ազդող նյութը դեռ ոչինչ չի նշանակում, դեղի ակտիվի որակը կարող է տարբեր լինել, մաքրությունը, իսկ մաքրությունից շատ կողմնակի ազդեցություններ կարող է մաքրությունից լինի։ Եվրոպացիք ասում են, ոչ մեզանից բարոյական է, ոչ մեզանից խելացի են, բյուրոկրատիան, եվրոպական թղթաբանությունը։ Ու այդ խստությունը մեկը մյուսին հսկելով իրանք հասնում են ինչ-որ արդյունքի։ Դրա համար է շատ դեպքերում նույն ռեգուլյատորների մասով FDA-ը ավելի թույլ ռեգուլյատոր է, քան EMA-ը եվրոպական։ Ու շատ բաներում EMA-ը շատ ուժեղ է։ FDA հիմիկվա տնօրենը բանը գիժ անտիվաքսերը գիտեք երևի Ռոբերտ Քենեդի, հա Ռոբերտ Քենեդու աղբոր թորնա, չգիտեմ ինչ, ինքը անտիվաքսեր է։ Թրամփի մոտիկ ընկերն է, մեծ աուդիտորիան ու Թրամփը իրան տվել է FDA-ը։ Ու ես հիմա FDA-ը որ ինչ-որ բան հաստատում եմ, սկսում եմ արդեն կասկած մտնի մեջս, որ կարող է եւ դե հույսում տնօրենի մակարդակով չինում, այլ համակարգի մակարդակով։ Հա դե համակարգը շատ ավելի ուժեղ է աշխատում։ Ինչքան համակարգը, ասենց ասած, քիչ կանոնակարգված է, այնքան խնդիրներ կարող է շատ լինել։ Միանշանակ, այս են ոլորտն է, որ խնդիրներ կարող են հայտ գալ 5-10 տարուց եւ այլն եւ այլն եւ այլն։
վերջի ամենատենց թեման, որ ամենատենց մեր պապսա թեման իմը կոզերեցի կարա ստացվի, դա բադերի ռեգուլյացիայի թեման է։ Մենք այսօր շատ ռեգուլյացիայից խոսացինք, բայց տատս ճանաչի ճիշտ խոսանք, ավելի լավ է մենք այնից խոսանք, ինչ որ մեզ հետաքրքիր է ուր լիքը մարդկանց, չգիտեմ ինչքանով կօգնի, բայց գոնե կհասկանան, թե խիա բժիշկն ասում անպայման կգնաս ամերիկականը կառնես, ու նույնը խոսում եմ խոսամ բադերի մասին։ Մագնեզիումը, վիտամին D-ն, ֆոլաթթուն, իրանց գեր դոզավորումները, իրանց կողմնակի էֆեկտները բավականին լուրջ են։ Ցանկացած Այդ եմ վիտամին։ ասում։ Ինչի են իրանք անցնում շաուրմայի զննություն ու հայտնվում շուկայով ու շատ ավելի անվտանգ դեղեր, որ անցել են կլինիկական լիքը հետազոտություններ, իրանք չեն հայտնվում շուկայում։ Օրինակ նույն մագնեզիումը նայում են մեջը ворթու բլոճ կա թե չէ, պարզ ասեմ, մարդիկ մեզ հասկան, որ եթե դեղից չեն թունավորվում այդ պահին չեն մեռնում, ինքը հայտնվում է շուկայում։ Ոչ մեկ չի ստոգում դրա մեջ 400 միլիգրամ մագնեզիումը թե 650 կամ մագնեզիումը թե չէ։ Մի հատ հետաքրքիր դեպք պատմեմ, շարունակենք։ Հիվանդը ուներ, իմ հիվանդը չէր, մեր ռուս բժիշկներից մեկի օնլայն կոնֆերենցիա էր, պատմումը, հիվանդը ունի սիլդենաֆիլից ալերգիա։ Վիագրայից։ Սիլդենաֆիլից ալերգիա ունի, զանգում է գիշերով, հակաալերգիկներ, ալերգոլոգի մոձնություն 2 շաբաթ անցնում, բայց հիվանդի գանգատը չի անցնում։ Ասում է ինչ անենք, այս բժիշկն ասում է ուզում եմ մի քիչ ժամանակ ձգեմ, հասկանամ ինչ եմ ունում, բադ եմ նշանակում, բիոակտիվ հավելում էրեկցիայի համար։ Հիվանդը գնում է, ընկնում է էլի դեղորայքային ալերգիայի բժշկի մեջ։ Հայտնվում է էլի հիվանդանոցում, այս բժիշկը դա արդեն պատվի հարց է, ուղարկում է բիոակտիվ հավելումը հետազոտության էրեկցիայի համար վիտամինները, որի մեջ ընդհանրապես կար 150 միլիգրամ սիլդենաֆիլ։ Ոնց է ռեգուլյացիան պետք է արվի, որ մենք սրա մեջ չհայտնենք, որովհետև ինձ որ մեկ-մեկ մարդ ասում է, ինձ էս դեղն հենց է օգնում քնեմ, ինձ մտնում է մեջը չգիտեմ, դա կետամին բան արդեն մեջ է։ Կարա պլացեբո է լինի, շատ ուժեղ էֆեկտ է պլացեբոն։ Այ բադերի հետ կապված ամենաբացի թողի վիճակն է հայկական իրականության մեջ, ինչու որտեվ սոցիալական կայքերը շատ այսպես թիրախավորում են մարդկանց նույն բադերով։ Ես որ բադեր գովազդանեի, ես սեփական տուն կառնեի, իմ ուզած ձևով կսարքեի մի քանի $100,000, որովհետև շփաթ չկա, ես բադի գովազդի առաջարկ չստանամ։ Իսկ եթե դուք իմ էջում նայեք, մենք բացի այն ինչ որ եղել է Medcast-ի հովանավոր, այտենց լավ անվանի ֆիրմաները ու զգուշացումներով բանով, մենք ոչ մի գովազդ չենք արել, դա էլ մենակ ստեղ, այսինքն իմ անձնական էջում որ կարող մի քանի միլիոն կամ մի քանի 100,000 դիտում հավաքի, միշտ հրաժարվում եմ շատ լուրջ գումարներից։ Հա։ Բադերի հանդեպ շատ ողջունելի է։ Իմիջիայլոց այն եզակի բժիշկներից է, որ ապացուցահեն բժշկության մասին է խոսում, ինչը ես իմ համար շատ Ես միշտ ասում եմ Winston Churchill-ի խոսքերը, ասում եմ դեմոկրատիան ամենալավ բանը չի, բայց լավագույնն է, ապացուցողական բժշկությունն է, ամենալավը չի։ Գուցե տարիներ հետո մենք ծիծաղենք դրա վրա, բայց այն ինչ որ մենք ունենք, դրանից ամենալավն է։ Ներկան ապացուցահեն բժշկությունն է։ Բադերի մասին, ցենց ասած, նախ հասկանանք ինչեր են։ Բադերը չպետք է պարունակեն ակտիվ նյութեր, կամ թեկուզ եթե նույն վիտամինը շատ փոքր դեղաչափով, որ դեղաբանական էֆեկտ չցուցաբերի։ Այսինքն դա սննդային հավելում նշանակում է դուք օրվա պակասը եթե սննդով չեք ընդունում, օրինակ, դուք կարող եք այդ սննդային հավելումների միջոցով ընդունել։ Ես ձուկ չեմ ուտում, օմեգա պետք է խմեմ, օրինակ, DHA պետք է խմեմ։ Բայց ստեղ ինչ խնդիր կա, այսինքն բադերը ինքնին ոչ թե վատ են կամ լավ են, չվերահսկված են։ Իսկ դա խնդիր է։ Ես ասում եմ ինքը նույն վերահսկումն է անցնում, ինչ որ Հայաստան մտնող լոլիկը։ Կարող է հիմա լոլիկը ավելի շատ է։ Հա, իրանք երկուսն են նույն վերահսկողությունն են անցնում, հայտնվում է շուկայում։ Նույն iHerb-ի արտադրանք որ մարդիկ պատկերացնում են, չգիտեմ։ Միայն Հայաստանում չի, իմիջիայլոց, կարծեմ նախ անցած տարի Ամերիկայում մի քանի 100 բադեր բիոակտիվ հավելումներ FDA-ը հենց հետազոտեց եւ ճնշող մեծամասնության մեջ, մոտ 90%-ի մեջ հայտնաբերեց կամ արգելված նյութեր, որ չպետք է լինեին, այսինքն պիտակավորված չեն, կամ վտանգավոր ինչ-որ նյութեր, կամ դոզաների խախտում, այսինքն նորմաներին չէին համապատասխանում ճնշող մեծամասնությունը։ Այս սիլդենաֆիլի հետ կապված Հայաստանում է այդ դեպքներ, բադեր, կարծեմ չինական տարիներ առաջ, որ պարզվեց սիլդենաֆիլ կար մեջը։ Այսինքն բադ մենք նախ չգիտենք ինչա պարունակվում, ամենամեծ խնդիրն է, կարող է պիտակի վրա գրված պարունակությունը լրիվ տարբեր բաներ լինեն, դա մեկ խնդիր, երկրորդը շատ դեպքերում նույն օմեգայի, կարծեմ էլի զրուցել ենք այս թեմայով, օմեգայի Ես քեզանից էի արդեն որ օմեգան խմեմ, հիշում եմ։ Տեսեք, օմեգան եթե օրինակ ձկներից են ստանում, ձկները ծանր մետաղներ են պարունակում իրենց մեջ։ Եվ այդ օմեգան մենք խմելով որպես օմեգա չհագեցած ճարպաթթու կարող ենք նաև ծանր մետաղներ ընդունել ու վտանգավոր առողջության համար։ Այսինքն որ բադերը խորհուրդ կտամ,
ովքեր երրորդ չեզոք լաբորատորիայի կողմից սերտիֆիկացվել են, գոնե անալիզ են անցել, տուփի վրա գրվում է։ Տուփի վրա գրվում է։ Այո, այսինքն եթե կա հստակ պիտակավորում, դա որակի հետ կապված։ Իսկ արդյունավետության հետ կապված բադերը նաև ընդգրկում են կլինիկական հետազոտությունների մեջ, բայց քիչ, որտեղ դա շահավետ չէ, այսինքն բիզնեսի տեսանկյունից, այդքան մեծ գումարներ վատնել, որտեղ կլինիկական հետազոտությունը մեծ գումարներ են։ Բայց կան Հայաստանում կան օրինակ բադեր ներկրող արտադրող ընկերություններ, օրինակ կարամ անունները տամ, Bonfarm օրինակ տեղագործական ընկերությունը որոշակի իր պրեպարատների վրա դաժե մեզ էր ընդգրկել, ցուցանիշներ, թվեր, բաներ էր ուզում, ինքը անցկացնում էր իր պրեպարատների ներքին կլինիկական հետազոտություն։ Մարդիկ ուզում էին հասկանային այն էֆեկտը, որ իրենք սպասում են, սпасելի էր, թե չէ։ Նայած ինչ կլինիկական հետազոտություն է, կա ինտերվենցիոնալ, թե ոչ ինտերվենցիոնալ։ Դուրսն է զարգացող հետազոտություն, ես դաժե շատ զարմացա, էլի, որովհետև իրանք եկան, թվեր ուզեցին, ինչքանա ինչ սպերմոգրամաների առաջ հետ ցուցանիշներ ուզեցին, դենկա ֆրագմենտացիայի առաջ հետ ցուցանիշներ, ու կլինիկական հետազոտությունը ուղարկում են դուրս իրանք։ Հա, որովհետև իրանք շուկայից դուրս էին ուզում գային հայկական, դա ամեն ինչ ուզում են ունենային, այդ բազան հավաքել։ Ան կլինիկա նույն օմեգաների վրա, հենց կլինիկական հետազոտություն պատճառ դարձավ, որ հիմա ուղեցույցային են դարձել մեծ տեղաչափով EPA-երը։ 2000 ու ավել։ Այո, այսինքն դա կլինիկական էլի հետազոտության արդյունքում է։ Վիտամին D-ի բարձր դոզաները, իրանք էլ պետք է, ասենք 50000-ը, չգիտեմ 100,000-ը։ Բայց չպետք է լինի, որովհետև իրենք վտանգավոր են։ Ես մի քանի անգամ տեսել եմ վիտամին D-ից մահացու գերդասավարումներ, շատ վտանգավոր են, շատ վտանգավոր բաներ։ Նու վիտամին D-ն առանձին թեմա է Հայաստանում։ Հա, դա Իմիջայլոց առիթից օգտվեմ մեր մագիստրոսական թեզի շրջանակներում մեր օրեր առաջ թեզը պաշտպանեց մեր ուսանողներից մեկը, Էլենը, ով կատարել էր։ Իդեպ մի հատ Էլենի էլ պետքա բարևեմ Ստրասբուրգից խնդրել էր հատուկ։ Կատարել էր վիտամին D-ի հետ կապված հետազոտություն, բարձելու թե մեր ազգաբնակչությունը ինչպես է ընդունում, ինչպես է առաջնորդվում, այսինքն դոզաների հետ կապված, բժշկի նշանակմամբ, թե իրենք, թե ինքնաբուժմամբ են զբաղվում, նախօրոք մինչև խմելը արյան, այսինքն ունեն վիտամին D ցուցանիշներ, թե ոչ, եւ շատ տխուր պատկեր էր, ոչ մի այլ երկրում, այդ թվում Բրիտանիա եւ այլն, այդքան չարաշահում վիտամին D չկար, ինչքան Հայաստանում։ Հայաստանում շատ բանի չարաշահում կա։ Վիտամին C-ի չարաշահում կա։ Իդեպ շատ պրոգրեսիվ երիտասարդության մոտ է դա։ Այսինքն դա գյուղի տատի պապիները չեն, իրանց սպանես, իրանք այդ տեղերը չեն խմի։ Ես կասեի դա էլ է մարքեթինգի արդյունք։ Ցինկ, մեկը գալիս է, ջահել տղա, նայում ես մկաններով, բան, պարապած, բան, ասես գալիս է։ Դոկտոր ջան, դե ես դեղեր չեմ խմում, վիտամիններ եմ, ինչ վիտամիններ ես խմում։ Ցինկ, մագնի, օմեգա, վիտամին D, ֆոլաթթու, ասում եմ ինչի համար է սրա քսախում։ Կրեատինի ես դեմ չեմ, եթե մարդը օկտիվ մարզվող է, ինքը կստացի շատ քիչ սպորտային դաբավկեքից է, որ շատ ուժեղ կլինիկական փորձարկումներ անցել։ Եթե մարզվում է, ոչ թե ուղղակի որոշել է։ Այնտեղ դոզաներ կա 3 գրամից ոչ ավել եւ այլն, էլի։ Ես միշտ մարդիկ հարցում են կրեատին խմում, ասում եմ նպատակդ ո՞րն է։ Եթե քո նպատակ օլիմպիական չեմպիոն դառնալն է մոտակա մի ամսվա մեջ, դու պատրաստվում ես օլիմպիա, հարց չկա։ Արի քո երիկամները պաշտպանելով խմենք։ Բայց եթե դու ուղակի ձեր գործի տեղի լիլոին ես ուզում հավանել ես, ուզում ես մկաններով բան, ես գնամ ուղակի մարզվի միսկեր։ Մարդուն պետք է իր նպատակն, մարդ կա ասում է տեստոստերոն, որ օրինակ հիվանդ եկավ մի մոտ, ասում է տեստոստերոն նշանակեք մկաններ հավաքեմ։ Ասում դու հասկանում ես, չէ, երեխա չես ունենալու, ամորդինետ կփոքրանա եւ ասում հայ ես գիտեմ, ես բոդիբիլդինգի աշխարհի առաջնության գնում։ Մարդը նպատակ ունի։ Մենք պետք է նայենք ինքը ինչ է ուզում։ Եթե մարդը ուզում է, հիմնավոր ու չսպանենք այդ ճամփին, շատ է որ ուզում է։ Իսկ նույնը այդ մարդիկ գալիս են այդ պրոգրեսիվ երիտասարդությունն է։ Ստե չեն կարող ասենք անգրագետ մասան է։ Հենց գրագետ մասան վիտամինների վրա է նստած։ Մարքեթինգը շատ մեծ դեր ունի, ռոպագանդան, ամբողջ աշխարհում այդպես։ Որտեվ բադերի շուկան շատ մեծ է ու գերշահույթներ ստացող, որտեվ արժեքով շատ ավելի թանկ են, քան դեղերը որոշ դեպքերում, բայց ինքնարժեքը այդքան չի, մանավանդ ոչ կլինիկական հետազոտություն անցնում, ոչ լաբորատոր, ոչ գրանցում, այսքան ծախսերն են քիչ։ Դա եթե նկատել եք, մեր շուկան բադերի հիմա գերակշռում են դեղերին, ինչը շատ ցավալի է։ Չի ցավալի, ներվայնացնում է։ Ուրեմն մի անգամ մի հատ post եմ գրում Facebook-ում, իմ լավ այդ մարդը դառավ իմ լավ ընկերը հետո post եմ գրում Facebook-ում, մարդեր եկե մոտս թոքաբորբով, բացում եմ բուժման թերթիկը, գրած է բան, մի հատ դեղա գրած։ Լևոֆլոքսացին 500 միլիգրամ։ Ստատուս եմ գրում Վիգմորի թերապևտ, ես քեզ սիրում եմ, չեմ ճանաչում դու ով ես, հա։
Մարդը չի հազում, ոչ մի բան չի ունենում։ Կատեի վրա կա թոքաբորբի օջախ, նշանակվել է մի հատ լևոֆլոքսացին։ Շատ ուրախ եմ, որ ֆլյուկոնազոլ չի։ Հա, չէ, մի հատ լևոֆլոքսացին է, Արփինեն է Սիմոնյան ծանոթացանք հետապան, էլի ապացուցային բժշկության, այտենց շատ լավ բժշկուհի է, ու շատ կայֆ է որ տես մարդիկ կան, բայց դու թոքաբորբի սխեմաները տեսել ես մեկ-մեկ բուժման։ Մի հատ այդ անտիբիոտիկն է, մի հատ լավագույն դեպքում օրինակ պրոբիոտիկ է, օրինակ ես պրոբիոտիկներ սիրում եմ, նշանակեմ հեսա կասեմ խի։ Իրան ուրոլոգիայում դա առանձին թեմա է։ Պրոբիոտիկն է ու գնաց D, B, C, A, G, Չ, 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 R, S, V, ինչ ասես, սուլֆոկանֆոկային, բան, գալոդնի դնի, այնտեղ բուսաբուժություն։ Հա, ինչ որ դեղեր պլյուշի հիման վրա, մարդը հազում է։ Ну, հազի պարագայում ոչինչ։ Հա, չէ, ուզում եմ ասեմ, այդ ռեգուլյացիան չկա, այդ դեղատոմսերն ոչ միտեղ չեն հայտնում։ Այ դա ինչի խնդիր է, էլի վերադառնանք կլինիկական ֆարմացևտների ներդրումը կարևոր է նույն ուղեցույցներին։ Մի հատ հասոնա, հա, ոնց որ ովսա բրծակ։ Հասմիկը քո համակուրսեցին է։ Հա, վայ կլին ֆարմակոլոգը Հասմիկը, թե չէ։ Չէ, ընտանեկան բժիշկ։ Ընտանեկան բժիշկ։ Հա, իմ ասացնել է այդ, որ մենք այդտեղ էլ խնդիր ունենք, թե հիվանդների կրթական ցենզուրացի ստոպ էս ինչ ես անում։ Իսկ ինչ վերաբերում պրոբիոտիկներին, ուղղակի երբ որ դու բուժում ես ցիստիտ, որը պայմանավորված աղիքային ցուպիկով իր այդ չնշանակես պրոբիոտիկ ու հանգարց լուծ եղավ, այդ ցիկլը էլի կրկնվում է, էլի։ Եթե լուծը նկատի ունեք կլոստրիդիումով հարուցված, դու չէ կլոստրիդիումով հարուցվածը բարձր չէ, եթե դրա ֆոնին էլ է մարդը լուծ, ուրեմն ինքը գնում է գաստրոենտրոլոգի մոտ։ Պրոբիոտիկների հետ կապված է շատ sense ասած իրարամերժ։ Դե հա, որովհետեւ մաստերի մի տարի գրում է պետք չի, հետո հաջորդ տարի գրում է պետք է, հետո գրում է պետք չի։ Կան շատ հետազոտ, sense ասած ապացուցահենություն չկա, որոշ ուղեցույցներ կամ հանձնարարականներ ասում են դեմ չենք, չնայած չկա, բայց ասեմ դες որոշ մեր գոլեգաներից Իտալիայում իրենք հենց Բրիտանիայի օլիմպիական չեմպիոնների նյուտրիցիոլոգներ իրենք տենց հետազոտություն են կատարել հենց պրոբիոտիկների հետ կապված եւ վիտամին D-ի, նաեւ ինքը խոր տվեց, որ պրոբիոտիկները անհատական պետք են, այսինքն ամեն անհատ պետքա որոշի թե իր մոտ ինչն է խնդիր, որն է պակաս եւ անհատին համապատասխան, այսինքն sense ընդհանուր նշանակելը ճիշտ չէ։ Օրինակ ես անտիբիոտիկների հետ երբեք պրոբիոտիկ չեմ խմում, բայց ես հիվանդներ ունեմ, որ ինքս բերանցից ամենասկզբից զգուշացնում եմ։ Տաթև ջան, ինձ այնտեղից գրիգը սպանում, ասում է վերջացրեք, ավարտեք ձեր խոսակցությունը, շատ հաճելի է, դու էլի կգաս մեզ հյուր կամ ուղի եթեր կանենք իրար հետ։ Ես այնքան չէի սպասում, որ այսքան իմ համար շատ հաճելի մեդքաստ մենք ստացանք, շատ հա, ասենց բաց խոսացինք այն խնդիրներից, որոնք ամեն օր բախվում ենք ու իմ էմոցիոնալ դաշտը, ես այն հանգիստ բամբժիշներից չեմ, ինձ էս վալնաբրազնի ներվային անում եմ ու ապրես հետաքրքիր զրույցի համար։ Շատ կարևոր է, որ ոլորտի խնդիրները պետքա բարձրաձայնել ու ոչ թե մեղադրել, այլ փորձել լուծումներ գտնել։ Վիդեոյում նկարած բուտկա կլինիկաները նեղացել են, որ մարդիկ մի հատ բուտկի մեջ երկու մի հատ թերապևտ, մի հատ սոնոգրաֆիստ, մի հատ էնդոկրինոլոգ ու իրանք մեգա կլինիկա են իրանց անվանում, իմ հորը դա շատ խնդալու է ու նորմալ չի որ կոչվում են կլինիկ։ Այո։ Լավ, մեր հյուրը Տաթևիկ Գրիգորյան իր Facebook-յան էջում շատ հետաքրքիր պոստեր կգտնեք դեղերի, բադերի եւ մնացած բոլոր դեղագործական ոլորտի թեմաների հետ կապված։ Մենք կաշխատեմ շատ արագ էս եթեր տամ որ մարդիկ նային, ինչ որ ես սիրում եմ որ արագ ենք եթեր տալիս։ Իր Facebook-յան էջին միացեք, ես միացած եմ լիքը բան եմ սովորում, անկեղծ ասեմ, ես քո էջից լիքը իմ ու կնոջս պերեպիսկի մեջ լիքը կա, որ ես քո նյութը ուղարկում եմ, որ հետո կարդամ։ Տենում եմ դու ինչ որ բան ես ուղարկում եմ մերին, որ հետո բացում կարդամ։ Ավելի ակտիվ կլինեմ։ Հա, խնդրեմ, որ ավելի ակտիվ լինես։ Իսկ այսօր այսքանը ձեր հետ Քրիստիանո Ռոնալդոյի մեծագույն երկրպագու Դավիթ Տոնոյանն էր։ Առողջ եղեք։